Համաձայն եք Փաշինյանի այն մտքի հետ, որ ինքը իշխանության է եկել առանց որևէ պետության աջակցության։ Դե չգիտեմ, բայց ինքը ինչ խոսք ա տվել, ոչ մի բան չի կատարել։ Ինքը շատ սուտասան մարդ է։ Աշխատելու են, որ այս անգամ ինչ անցնի ինքը, անպայման չանցնի։ Իր նման մեզի վարչապետ պետք չի։ Քաղաքացին կարող է պատասխանի, կարծիք պետք չի, ժողովուրդը ընդհանրապես կհարգի, կընտրի, չի հարգի, չի ընտրի։ Ասենք 5 տարի է, թե 6 տարի է, ինքը ինչ արել, կգանք մի ընդհանուր հայտարարի, հունիսի 7-ին կորոշենք, ում ընտրենք, ում չընտրենք։ Քույրիկ ջան, աղջիկ ջան, իմ աղջկա թայես, ինքն էլ ինձանից փոքր մարդ է, ես 79 տարեկան մարդ եմ, անկեղծ սրտով ասում եմ, հիմի այս 5 տարում, եթե կարողացել է, իմ սիրտը, քո հոր, մոր, շահի, իհարկե կընտրեն, իսկ եթե չէ, կտեսնենք օրը կգա բարինետը, չվռազվենք, առողջություն բոլորիս, հայ ժողովրդին, առողջություն, խաղաղություն առաջի երթին, խաղաղություն ու առողջություն, յոլա գետա, եսը յոլա ենք գետում, բերում ենք, տեսեք։ Համաձայն եք Փաշինյանի այն պնդման հետ, որ ինքը որևէ երկրից աջակցություն չի ստացել իշխանության բանը։ Ես քաղաքականությունից հեռու եմ, խնդրում եմ։ Ոչ։ Ինչով կհիմնավորեք։ Ինչով կհիմնավորեմ, երբ որ ինքը գալիս էր իշխանության, ես շատ լավ հիշում եմ, որ ԱՄՆ-ի դեսպաններ, թե օգնականներ ասում էր, որ մարդիկ մոտենում են մեզ փողոցում եւ հարց են տալիս եւ մենք իրանց խորհուրդներ ենք տալիս։ Հասկանալի է, որ շատ հնարավոր է որ խորհուրդները լրիվ, ոնց օրինականի մեջ մտնեմ, մնաս, բայց ասենք դժգոհությունը դարտահայտես, ինչը շատ կարևոր է իհարկե։ Բայց ինձ կասկածում եմ, որ ինքնուրույն է եկել իշխանության։ Բացի դրանից ես համոզված եմ ինձ համար, որ ինքը ռուսների դերացուն է, ոչ թե ամերիկացիների։ Ըստ իր քաղաքականությունից ելնելով։ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես համաձայն չէ ոչ մի հարցով։ Իշխանությունը ժողովուրդն է դրել։ Ես տենց եմ մտածում, չգիտեմ։ Չեմ կարող ասել, որտեվ չգիտեմ։ Սուտ բան չեմ ուզում ասած լինեմ։ Ինչ ասեմ։ Ինչ աջակցություն օրինակ։ Ընտրությունների մոմենտով։ Դուք ուզ ընտրությունների իշխանության գալու։ Ես չգիտեմ, իրան չեմ ընտրելու։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Զիբիլ։ Իսկ թվում է մեկը չկա, որ դրանում այդ խոսքերին հավատա։ Ինձ այդպես է թվում։ այսինքն Փաշինյանի խոսքերին։ Փաշինյանի խոսքերին, իհարկե, որևէ մեկը ինձ թվում է չի կարող հավատալ դրան։ Ինձ այդպես է թվում, համենայնպես այդքան բոլոր բաներից հետո ինչ որ ասվեց, խոսվեց ու ոչ մի գործ չկատարվեց, հնարավոր չի։ Ինքը ասում է դրանք ես էլ եմ խաբվել, բայց եթե խաբվել էր, այդ դեպքում ինքը պետքա հեռանար։ Ցանկացած երկրի նորմալ երկրի վարչապետ, եթե զգում է, որ ինքը սխալվել է, հրաժարական է տալիս, այսքան մի բան։ Պետք չէ։ Չեմ կարող ասել։ Էտովա։ Չեմ ճանաչ։ Ես հեռու եմ ընդհանրից։ Չեմ լսել ինչի մասին է խոսքը ճիշտ ասած։ Amma դրա խելք ունի, որ դրա կարծիքն ճիշտ է աղջիկը։ Խելք ունի, ցույց կտակ լրիվ։ Ես ինչքանով տեղյակ եմ, բուհի նշանակումն է իրեն, բուհի։ Դիպլոմի նշանակումն է, ոչ թե ընտրություն։ Այդ պատճառով չեմ կիսում ձեր մտահոգությունը, իբրև հեռավոր ընկերություն ունի այդ պետության հետ։ Բուհի նշանակումն է, դուք էլ որ թերթեք, տեսնեք, որ ինչ-որ բարձրագույն ֆինանսական բուհ է, որ նշանակել է վարչապետ, ոչ թե նշանակալից մտերմություն։ Այսինքն կարծում եք ինչ-որ երկիր նշանակել է իրեն, թե ինչ-որ բուհ է ավարտել, նշանակել են այդ աշխատանքի, բուհի աշխատանքը։ Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստան կապիտալիստական պետությունը նկատի ունեք վարչապետ։ Ես այդպիսի անձնավորություն եմ ճանաչում, այնտեղ ապրել եմ, գիտեմ, որ Փաշինյանը ազգանունը եւ վարչապետը։